Գարեգին երկրորդի քվեարկությունից ժամեր անց պարզ դարձավ, որ 4 կոտորակ 11 ընտրատեղամասում, որտեղ իր ընտրություններ կատարել ամենայն հայոց կաթողիկոսը, առաջատարը հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանն է։ Նա նախնական տվյալներով ստացել է 314 քվե, իսկ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը 301։ Ընտրությունը կատարեցինք աղոթքով, հայցելով, որ արդար ընթացք ունենա եւ վաղաշաբաթ քաղաքը բարգավաճի շենանա։ Կաթողիկոսի աղոթքով կատարված քվեարկությունից եւ նախնական արդյունքների հրապարակումից հետո այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրառմամբ շնորհավորեց Մեխակյանին եւ հայտարարեց, թե վաղաշաբաթին ՔՊ-ին քվե տալով աջակցել է Գարեգին Բեին հեռացնելու գործընթացին։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Վաղարշաբաթի ընտրություններում հաղթանակը կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնության հետ կապելը հարցեր է առաջացնում։ Նախ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացրած 5 էջանոց նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա այն մասին, որ հաղթանակի դեպքում նոր թափ են հաղորդելու կաթողիկոսի հրաժարականի պահանջին։ Ուստի անհասկանալի է Փաշինյանի պնդումը, թե վաղարշաբաթին իր ընտրությամբ նոր լիցք է հաղորդել իր ձևակերպմամբ վեհարանն ազատագրելու նախաձեռնությանը։ Փաշինյանի այս պնդման ֆոնին ուշագրավ են դառնում նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի Գարեգին երկրորդին հեռացնելու գործընթացից իրեն անթակույց զերծ պահելու դիրքավորումը։ Պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդը է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժողովուրդ ջան, այդ հարցը, այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է նորից Գարեգին երկրորդ կաթողիկոս, թե խուսափում եք ասել։ Ես ոչ խուսափում եմ ասել կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Իսկ արդեն ընտրությունների նախնական արդյունքների պարզ դառնալուց հետո Արգիշտի Մեխակյանը Factor TV-ի հարցինի պատասխան վերահաստատեց իր մոտեցումը։ Իմ օրակարգում եւ մեր վաղաշաբաթի թիմ ընտրությունների օրակարգում չենք ունեցել նման հարց եւ ես հարկ չեմ համարել դրան անդրադառնալ, այժմ էլ չունենք։ Այժմ երբ արձանագրել ենք, որ ոչ նախընտրական ծրագրում է եղել Գարեգին երկրորդին առնչվող կետ, ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը ղեկավարած Մեխակյանի օրակարգում հարց է ծագում։ Ինչու է Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի հաղթանակից ժամեր անց վաղաշաբաթցիների տված քվեն այլ շարժառիթներով ներկայացնում։ Կուսակցության վարչության անդամ Ալխաս Ղազարյանը չհերքելով, որ նախընտրական ծրագրում Գարեգին երկրորդին առնչվող կետեր չեն ունեցել, շեշտում է, որ վաղարշաբաթին նաև Փաշինյանի այս գաղափարը հաշվի առնելով է իրենց քվե տվել։ Եթե հոգևոր քաղաքը այսպիսի աջակցություն է ցուցաբերում մեր տեխնատուին, հետևաբար ենթադրելի է, նաև ես ինքս եմ այդպես մտածել հենց առաջին րոպեից, որ Էջմիածնի բնակիչները, ովքեր ավելի քան բոլորը տեղեկացված են եկեղեցում տեղի ունեցողից, կտրիչ Ներսիսյանից եւ այլնից, ավելի քան տեղեկացված են, քան մյուս համայնքի բնակիչները, նրանք եւս կիսում են այն օրակարգը, որ մենք ունենք այսօր։ Դաշնակցական Արտուր Խաչատրյանը, որի ուժը ընտրություններին մասնակցում էր հաղթանակ դաշինքի կազմում, Փաշինյանի պնդումը մոլորեցնող է համարում։ Ըստ ընդդիմադիր падգամավորի վաղարշաբաթին քվեն ՔՊ-ին չի տվել հակաեկեղեցական արշավի համար։ Դա խիստ մանիպուլյատիվ պնդում է։ Չեմ կարծում, որ ինչպես նշեցիք, որևէ Էջմիածնցի վաղարշաբաթցի խոշորացված համանքի իր քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանին մանդատ է տվել իր հակաքրիստոնեական հերետիկոսության արշավը հերետիկոսական արշավը շարունակելու ուղղությամբ։ Փաշինյանի այս գրառումից հետո հետաքրքրական է, թե ինչ զարգացում կունենա ավելի քան կես տարի ձգվող անթակույց կոնֆլիկտը քաղաքական իշխանության եւ բարձրաստիճան հոգեբորականության միջև։ Վարչապետը սեպտեմբերին հայտարարել էր հոկտեմբերի ընթացքում Էջմիածնի հրապարակում հոգեբոր հավաք անցկացնելու մտադրության մասին։ Այն սակայն չկայացավ։ Այժմ հարց է առաջանում, արդյոք թիմ ընտրություններում սեփական թիմի հաղթանակից հետո վարչապետը կիրագործի իր մտադրությունը։